Պարոն Սարգսյան, փաստորեն սատարում եք հայրենիք կուսակցությանը և պարոն Խաչիկ Մանուկյանին։ Առաջին հերթին մեր Խաչիկ Մանուկյանն է, որը որ մեր խորհրդի անդամն է, միասին շարժման համակարգող խորհրդի անդամն է, հենց առաջի օրվանից, եւ մենք արդեն երկար 2 տարուց ավել ճանապարհ ենք անցել միասին, եւ իհարկե շատ լավ ճանաչելով Խաչիկին եւ իմանալով նրա ամբողջ իսկապես այդտեղ մարտնչող էությունը, միանշանակ կողմենք եւ շատ ուրախ ենք, որ հայրենիք կուսակցությունը ինքն է առաջադրել նաեւ Խաչիկին որպես իրենց ցուցակի առաջնորդ, համար շատ մեծ ուրախությամբ եւ բանով ողջավորությամբ եկել ենք այսօր մասնակցելու այս իրենց այսօրվա իրենց հավաքին։ Եվ ինչու վաղար շաբաթցիները պետք է իրենց ձայնը տան պարոն Մանուկյանին։ Առաջին հերթին այն պատճառով, որ ամենաազնիվ մարդկանցից մեկն է, որը նվիրված է իր հայրենիքին, ինքը հերոսի հայր է, որը զոհվեց, եւ այդ ցավը, որը ինքը կրում է իր մեջ, ինքը հենց հասկանում է, թե ինչի համար է այդ իր տղան ինչի համար է զոհվել եւ ինքը պաշտպանելու է հայրենիքը մինչեւ վերջ։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Երկրորդը, նա ամենալավագույն մեր մտավորականներից է, ես արդեն ասեցի, որ ամենամարտնչող բանաստեղծն է այսօրվա դրությամբ, շատ բարձր որակի բանաստեղծ է եւ ես կարծում եմ, որ ինքը նաեւ որպես մտավորական, իսկ մեզ շատ հիմա պետք են մտավորականները, այդ որպես մտավորական ինքը կկարողանա համախմբել, միասնություն ապահովել եւ համայնքի եւ ընդհանրապես եւ ամենակարևորը մենք հիմա պետք է պայքարենք որպեսզի ԿՊ-ն չկարողանա նորից հաղթի ես պարզ ասում եմ ես որովհետեւ մենք տեսնում ենք թե նրանք ուր են տանում մեր եկեղեցին պետք է պաշտպանենք հայ առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել սա է հիմնական պատճառները տեսնում ենք ինչ է կատարվում այն համայնքներում որտեղ ընտրվում են ընդդիմադիր այո մտավախություն չկա որ նույնը կկրկնվի Էջմիածնում ի վերջո Էջմիածինն էլ կմնա առանց ղեկավարի Դե ուրեմն այդպես որ մտածենք չպետք է պայքարենք, հակառակը պետք է պայքարենք, պետք է դնենք փաստի առաջ, ժողովուրդը պետք է տեսնի, թե ինչ իշխանություն ունի ինքը, որը չի հանդուրժում այլախոհությունը, համարելով իրեն ժողովրդավարության, չգիտեմ, բաստիոն։ Ինքը ժողովուրդը դա պետք է տեսնի եւ պայքարելու ենք մեր Խաչիկ Մանուկյանի համար։ Հենց այդպես չի, նույնը արեցին գյումրեցիները եւ շարունակում են պայքարել իրենց քաղաքապետի համար։ Այսպես չի կարելի թույլ տալ, որպեսզի իրենք ամեն մի պատրվակ օգտագործելով ասեն, գիտեք ինչ, մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում։ Այդ կոռուպցիայի դեմ պայքարողները 7 տարի առաջվանից սկսած ելնեիք, այսօր մենք իսկապես հաջողության կհասնեինք։ Ձեր ներսում չթույլ տայիք այդ կոռուպցիան։ Ես պարզ ասեմ, այդ կոռուպցիայով է պայմանավորված նաև իրենց շարքերում այն հանգամանքը, որ իրենք շատ արագ հարստացան։ Այդ ինչպես եղավ, մեկը չէր կարողանում իսկի վարկս վերցնել, որ հեռուստացույց ունենար, հիմա բնակարաններ են գնում տասնյակ հազարավոր, 100,000-ավոր դոլարներով եւ այլն։ Էս ինչ է, կոռուպցիա չի ինչ է։ Որտեղից։ Այդ որտեղից էս ձևով գնում են արտասահմաններում, իրենք վայելում են ամեն ինչը։ Սա նշանակում է, որ այս մարդիկ դրանք խրվել են հենց իսկապես կոռուպցիայի մեջ։ Այնպես որ մենք պայքարը շարունակելու ենք մինչև այն պահը, մինչև որ կարողանանք ազատվել այս իշխանությունից։ Բացահայտ է սա։